Որստը ես չերեն անպահանեմ պլի, այս խոսալ չեմ կրա, հա։ Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Բետիս Արսենալ պատասխան հանդիպումը։ Ֆուտբոլիստները արդեն մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար եւ վարկյաններս կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Listen, all three of us, like we grew up in different places. Armenia, they do things a different way. Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է Բետիսի հաղթանակով 4-1 հաշվով։ Տեսնենք ինչպես ընթացք ունենա այսօրվա հանդիպումը։ Թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, հաղթական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Արսենալի ֆուտբոլիստներն են։ Այսպես եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Բետիսից։ Համար 3 Հայկ Դիլանյան, համար 5 Սուրեն Հայրապետյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Ալիկ Բաղդասարյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 17 Վանիկ Պետրոսյան, համար 41 Վարդան Պետրոսյան, համար 77 Արմեն Մարգարյան, համար 87 Գևորգ Բադալյան եւ համար 99 Անդրանիկ Ադամյան։ Արսենալ, համար 1 Սերգեյ Գալստյան, համար 4 Պոտիսամ, համար 7 Արաս Ուքյասյան, համար 8 Դավիթ Ալիխանյան, համար 9 Միշա Սերոփյան, համար 10 Սպարտակ Ավետիսյան, համար 11 Էդմոն Չոբանյան, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան, համար 19 Էդգար Միրանյան եւ համար 30 Գարուն Խաչատրյան։ Արսենալն է գնդակով։ Բետիսը խլում է եւ փորձում ձեռնարկել իր հերթական գրոհը։ Այո, այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվեց Բետիսի հրաշալի հաղթանակով 4-1 հաշվով կարողացավ Բետիսը առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Իհարկե այսօր Արսենալը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռևանշի հասնի եւ կարողանա հաղթելով դուրս գալ կիսա եզրափակիչ։ Հարված Բետիսի դարպասից Արսենալն է գնդակով։ Եվ անկյունային հարված չէ, դիրդ է, վերջ վետ է, ապրաշ, խատուր։ Ոչ, եզրային է, պան իրավունքն, վաստակեչ Բետիսի ֆուտբոլիստ, Արսենալի ֆուտբոլիստները։
Կրկին Արսենալն է խաղադաշտի կենտրոնով շարժում են առաջ, փոխանցում Աչեզը։ Համար պայքար գնդակի համար եւ եզրից հիմա գնդակը կնետեն Արսենալի ֆուտբոլիստները։ Մուսախանյան փորձեց խապ տալ, մրցակցին չկարողացավ։ Եվ Բետիսի թիմի ավակից գնդակը դուրս եկավ։ Սահմաններից Եվ հիմա էլ եզրից կնետեն Բետիսի ֆուտբոլիստները։ Ինչքան հիշողությունս ինձ չի դավաճանում, առաջին խաղում պոկերի հեղինակ դարձավ Դավիթ Մուսախանյանը խաղի կանոնների խախտում, այո։ Մեկնարկային րոպեներից առավել ակտիվ են Արսենալի ֆուտբոլիստները։ Անդադար գրոհում են եւ հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա ուժեղ էր փոխանցումը եւ հարված Բետիսի դարպասից։ Մուսախանյան փոխանցում Ճիշտ է Բետիսը առաջին խաղում հաղթել է 4-1 հաշվով, բայց կարծում եմ այսօր եւս պետք է իհարկե ինչպես ասում են ապահովության համար փորձեն հաղթել մրցակցին, քանի որ Արսենալը բավականին ակտիվ է սկսել եւ շատ լրջորեն պատրաստվել են այսօրվա հանդիպանը Արսենալի ֆուտբոլիստները։ Հրաշալի փոխանցում էր, բայց ուժեղ էր փոխանցումը, խաղանկերը չհասավ գնդակին եւ հիմա էլ Բետիսի դարպասապա գնդակը կմսնի խաղի մեջ։ Դժվարությամբ են Բետիսի խաղացողները դուրս գալիս պաշտպանությունից։ Փոխանցում է պետք կատարել, հեռացնել է պետք Տուգանային հրապարակից, կորցնում են։ Արսենալն է գնդակով հարված եւ բավականին բարձր ստացվեց, բայց եւ այնպես շատ ուժգին հարված։ Բետիսի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա բարեկամներ։ Փոխանցում եւ դարպասապահին։ Կարճ ու միջին տարածության փոխանցումներով Բետիսի ֆուտբոլիստները փորձում են շարժվել առաջ եւ մտնել մրցակցի Տուգանային հրապարակ, սակայն դեռևս նրանք փոխանցումներ են կատարում սեփական Տուգանային հրապարակում։ Փոխանցում առաջ։ Փոփոխություն Արսենալի կազմում։ Կրկին Բետիսն է գնդակով։ Անհաջող էր փոխանցումը եւ հիմա էլ տեսնենք Արսենալի արագ հակագրոհը խապս է տալիս։
Անկյունային արված։ Խաղարկում են անկյունային Արսենալի ֆուտբոլիստները, արված և դարպասապահ շատ հանգիստ։ Վերցնում է գնդակը և առանց շտապելու փորձում գտնել ազատ խաղանկերներին, որպեսզի փոխանցում կատարի։ Մուսախանյան փորձեց գեղեցիկ կերպով փոխանցում կատարել Դավիթ Մուսախանյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կորցնում են գնդակը Արսենալի խաղացողները, բայց գրոհը շարունակվում է։ Կրկին գնդակի կորուստ։ Եզրից Բետիսը կնետի գնդակը խաղի մեջ։ Չեն շտապում Բետիսի խաղացողները, ինչը իհարկե կարծում եմ տրամաբանական է, քանի որ բավականին մեծ առավելություն ունեն մրցակցի նկատմամբ, հաղթել են 4-1 հաշվով առաջին խաղում։ Մուսախանյանը ստանում է հրաշալի համագործակցություն։ Մուսախանյան փորձում է խապ ստալ, բայց կորցնում է գնդակը և Արսենալի ֆուտբոլիստը սլանում է առաջ ձեռք կազմակերպելու իր թիմի հերթական հակագրոհը։ Արսենալն է գրոհում ձախ եզրով։ Խլում է գնդակը Բետիսի խաղացողը և աչեզոր սալանում է առաջ։ Անհաջող էր փոխանցումը։ Հասնում է գնդակին Արսենալի 11 համարը։ Ճիշտ ապում Բետիսի դարպասապահը, փոխանցում ձախ եզր։ Հրաշալի փոխանցում էր, տեսնենք հարված, հեռացնում է դարպասապահը, ևս մեկ հարված։ Հրաշալի խաղաց այս դրվագում Արսենալի դարպասապահը։ Այո, Բետիսը հիմնականում շեշտը դնում է հակագրոհների վրա։ Մուսախանյան հարված շեղեր։ Փորձեց հեռու տարածությունից գրավել դարպասը Դավիթ Մուսախանյանը, բայց հարվածը շեղեր։ Արսենալը ևս մի փոքր գծեց խաղի տեմպը։ Երկնարկային րոպեներից անդադար գրոհում էին, կարելի ասել փոքր ինչ օգնել են երևի թե։ Սա ժամանակավոր բնույթ է կրում իհարկե փոխանցում դեպի Տուգանային հրապարակ և ինչպիսի դրվագ էր բարեկամներ, քիչ մնաց իհարկե գնդակը հայտնվեր դարպասում, դարպասաձողը փրկեց։ Ինձ թվաց գնդակը արդեն հատել է սահմանը, բայց
Հարված դարպասից Սախանյան անաջող փոխանցում և Արսենալի կագրոհը տեսնեք ինչ զարգացում կստանա փոխանցում հեռացված է գնդակը, բայց գրոհ շարունակվում է հարված հրաշալի են պաշտպանվում Բետիսի ֆուտբոլիստները թույլ չել տալիս մրցակցին որպեսզի հարված կատարեն դարպասին գեղեցիկ գրոհ է բայց խլում է գնդակը Բետիսի 17 համարը Եվ հիմա էլ ականատես ենք լինում Բետիսի հակագրոհին, տեսնենք ինչպիսի ընթացք ունենա փոխանցում դեպի Մուսախանյանը, ստանում է գնդակը հրաշալի փոխանցում հարված և անկյունային Անկյունային հարված իրավունք են վաստակել Բետիսի խաղացողները, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացնում են գնդակը Արսենալի խաղացողները և փորձում ձեռնարկել արագ հակագրոհ, փոխանցում առաջ, գնդակի կորուստ, խճճվեց մի պահ Արսենալի ֆուտբոլիստը, Կրկին Արսենալն է գնդակով փոխանցում, հարված շեղեր։ Բետիսի հերթական գրոհը անհաջող փորձեր։ Հարված Արսենալի դարպասից Հրաշալի են համագործակցում Արսենալի ֆուտբոլիստները կարճ փոխանցումներով շարժում են առաջ Մկենտրոնով Բետիսի ֆուտբոլիստը սլանում է առաջ արագ հակագրոհ հարված և գոլ Բետիսի 17 համարը Բետիսի 17 համարը կարողանում է բացել հաշիվը Վանիկ Պետրոսյան Հանդիպման 18-րդ րոպեին Պետրոսյանը կարողանում է բացել հաշիվը և հիմա էլ հերթը արդեն Արսենալին է գրոհելու հեռու տարածությունից հարված և դարպասապահ հրաշալի է խաղում և առանց շտապելու փոխանցում դեպի խաղընկերոջը հրաշալի հարված կատարեց Վանիկ Պետրոսյանը Հրաշալի է խաղում Արսենալի 30 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստը Այստեղ
Տեսանք ֆուտբոլում չգրված օրենքը չես խփում դու, խփում են քեզ։ Այդքան գրող Արսենալի գրողներից հետո չկարողացան Արսենալի ֆուտբոլիստները բացել հաշիվը եւ Բետիսը կարողանում է հակագրոհի շնորհիվ Վանիկ Պետրոսյանը խլելով գնդակը շարժում է առաջ եւ հերու տարածությունից հարվածում դարպասին դրանով էլ բացում խաղի հաշիվը Երկու խաղերի արդյունքում հաշիվը դառնում է 5-1 Ապսե տալիս, հեռացնել է պետ գնդակը, շարժում է առաջ Հրաշալի է խաղում Բետիսի ֆուտբոլիստը փոխանցում, անհաջող էր Հարված Հրաշալի հնարավորություն է ստացել Արսենալի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու, բայց հարվածը չստացվեց Եզրից Բետիսը կնետի գնդակը խաղի մեջ Խանցում առաջ, հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Այո, ամեն ինչ անում են Արսենալի ֆուտբոլիստները հավասարեցնելու հաշիվը Բայց դեռևս Բետիսը կարողանում է կազմաքանդել մրցակցի գրողները Մուսախանյանը ձախեզում ստանում է գնդակը Պետրոսյան Չեզոքացնում է սպառնալիքը Արսենալի ֆուտբոլիստները Հայլելով, իր վրա չգծվելով, ճիշտ ես Հայկո գերազանց Եվ հիմա տեսնենք Արսենալի հերթական գրողը ինչպիսի զարգացում կստանա փոխանցում գնդակը դիպավ մրցավարին Հրաշալի փոխանցում և 1-1 Արսենալի կազմում հաշիվը հավասարեցնում է 11 համարի մարզաշապիկով Էդմոն Չոբանյանը Մեկ և Բետիսն է Դակով Անկյունային հարվածի իրավունք են վաստակել Բետիսի ֆուտբոլիստները Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ Նկայտում է Բետիսի ֆուտբոլիստերի մոտ Արսենալի արագ հակագրողը տեսնենք փոխանցում Եվ հրաշալի է խաղում հիմա Բետիսի պաշտպանը հեռացնում է դատարկ դարպասից, հեռացնում է գնդակը Խանցում առաջ, Մուսախանյանը փորձում է հեռացնել, բայց պատասխան հարվածը բարձր է ընթանում
Բետիսն է գնդակով, փոխանցում առաջ, հաջող է փոխանցումը։ Չոբանյան, փոխանցում Զախեզար, չկարողացավ խաղընկերը ինչպես հարկն ընդունել գնդակը և եզրից Բետիսը կմսնի գնդակը խաղի մեջ։ Գար! Գար! Մի րոպե։ Քիչ ժամանակ է մնում բարեկամներ, առաջին խաղակեսի ավարտին 1-1 Արսենալ Բետիս։ Արսենալն է գնդակով չկարողացավ Արսենալի ֆուտբոլիստը ընդունել գնդակը։ Այո, ճիշտ որոշում էր ապահովության համար գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից։ Փոխանցում Զախեզար, Պետրոսյան, Մուսախանյան, հրաշալի է խաղում, Մուսախանյանը փոխանցում, չեզոքացնում է սպառնալիքը Արսենալի ֆուտբոլիստները և առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ։ Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1, այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Աֆելի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Բետիս Արսենալ պատասխան հանդիպումը։ Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1, փոքր-ինչ հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք, թիմերը մերթ-ընդ-մերթ գրոհում էին, վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասը և ընդամենը մեկական անգամ թիմերին հաջողվեց գրավել դարպասը, տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը։ Հիշեցնեմ, որ այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է Բետիսի հաղթանակով 4-1 հաշվով։ Արսենալը չեզոքացնում է սպառնալիքը։ Երկար փոխանցում առաջ։ Պետրոսյանը ընդունում է գնդակը հրաշալի կերպով, ետ փոխանցում։ Այո, այս հաշիվը ձեռնտու է իհարկե Բետիսին։ Արսենալը պետք է դեռ 3 գնդակ ուղարկի մրցակցի դարպասը, որպեսզի խաղը տեղափոխվի դեպի 11 մետրանոց հարվածաշարեր։ Վտանգավոր է և դարպասապատիրում է գնդակին։ Իհարկե ոչինչ բացառել չի կարելի։ Ֆուտբոլում խաղի հաշիվը փոխվում է վայրկյանների, րոպեների ընթացքում։ Մուստախանյանը հրաշալի կերպով փորձեց ընդունել, բայց չկարողացավ պահել իր մոտ գնդակը։ Ետ փոխանցում։ Արսենալն է գնդակով փոխանցում առաջ, Չոբանյան։ Անկյունային իրավունք են վաստակում Արսենալի ֆուտբոլիստները, խաղարկում են այն, հարված և շեղեր։ Փորձեց սուր անկյունից գրավել դարպասը Արսենալի ֆուտբոլիստը, բայց հարվածը շեղեր և հիմա
Բետիսի դարպասապա գնդակը կմսնի խաղի մեջ։ Ճիշտ ապում Բետիսի ֆուտբոլիստը երկար փոխանցում դեպի Զախիազար Մուսախանյանը ընդունում է գնդակը և խաղի կանոնների խախտում, ոչ Մուսախանյանը չէր բարեկամներ։ Բայց Բետիսի թիմի ավակն է պատրաստում իրացնել Տուգանային հարվածը, կարող է նաև հարվածել դարպասին, այնպիսի դիրք է, որ հարմար է և փոխանցում կատարել և հարվածել դարպասին, տեսնենք ինչ որոշում կկայացնի Մուսախանյանը։ Մուսախանյան, հարված և իրենց վրա են ընդունում հարվածը Արսենալի պաշտպանները և խախտում են կանոնները Ավետիսյանի հետ պայքարում։ Հերթական խաղի կանոնների խախտումը։ Առաջ Արսենալի պաշտպանը ստանում է գնդակը, փոխանցում դեպի Մուսախանյան, հրաշալի փոխանցում, հարված և ինչպիսի դիրքից է վրիպում Բետիսի 9 համարը։ Հրաշալի գրոհ էր, հրաշալի փոխանցում Մուսախանյանի կողմից, բայց խաղընկերը նպաստավոր դիրքից վրիպում է և փոփոխություն Արսենալի կազմում։ Բետիսն է գնդակով շրջափակեցին անմիջապես Բետիսի ֆուտբոլիստին և չեզոքացված է սպառնալիքը։ Եզրից Արսենալն է գնդակը կմսնի խաղի մեջ։ Կարող է ընդունել է փոխանցումը և փոխանցում Զախիազար գեղեցիկ փոխանցում էր, կենտրոնով սլանում է առաջ, հարված և բարձր էր Վաննիկ Պետրոսյանի հարվածը։ Մուսախանյանը խլում է գնդակը, Պետրոսյան չստացվեց Վանիկ Պետրոսյանի փոխանցումը։ Հարված դարպասից մի փոքր ընկավ բարեկամներ խաղի տեմպը։ Հրաշալի անցում էր Պետրոսյան, փոխանցում կենտրոն, Մուսախանյան, հարված, գոլ! Դավիթ Մուսախանյան 2-1։ Հրաշալի գրոհ էր բարեկամներ, պետք է փաստենք իհարկե Վանիկ Պետրոսյանի հրաշալի խաղը, հրաշալի փոխանցումը և Մուսախանյանի ոչ պակաս հրաշալի հարվածը հաշիվը դարձնում է 2-1։ Արսենալն է գնդակով։
Խապս է տալիս։ Փոխանցում, անհաջող էր փոխանցումը։ Պետրոսյան հարված։ Շեղեր։ Եվ Բետիսի հերթական գրողը տեսնեք ինչ զարգացում կստանա։ Ուժեղ էր փոխանցումը։ Բետիսի ֆուտբոլիստը ստանում է գնդակը, հիմա Պետրոսյանն է։ Անում փոխանցում Աչեզար։ Հետ փոխանցում դեպի դարպասապահը։ Վտանգավոր դրություն է։ Հարվածը շեղեր և հիմա Արսենալի դարպասապահը գնդակը կմսնի խաղի մեջ։ Բետիս Արսենալ 2-1 տանում է խաղի 35-րդ րոպեն։ Հիշեցնեմ, որ սա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումն է այս թիմերի։ Տանում է գնդակը, վտանգավոր կարող է ստացվել, փոխանցում և դարպասապահը հեռացնում է գնդակը եզրային նետում։ Չեն շտապում Բետիսի ֆուտբոլիստները։ Հարված! Եվ հրաշալի գոլի հեղինակ է դառնում հիմա Բետիսի 99 համարը 3-1։ Անդրանիկ Ադամյան։ Երեք մեկ և երկու խաղերի արդյունքում հաշիվը դառնում է 7-2 օգուտ Բետիսին։ Անակնկալի բերեց Բետիսի ֆուտբոլիստը Արսենալի դարպասապահին։ Եզրից Արսենալը կնետի գնդակը խաղի մեջ։
Արսենալի գրոհը շարունակվում է, Ավետիսյան Եվ փոխանցում Մուսախանյան տեղափոխվել է աչիեզը Դավիթ Մուսախանյանը Վտանգավոր դրություն է, փոխանցում և խլում են գնդակը մի փոքր դանդաղեց Բետիսի ֆուտբոլիստը Մուսախանյան հարված և շեղեր հարվածը Այս ճանապարհին կարծես գնդակը դիպել է Արսենալի ֆուտբոլիստին, անկյունային հարված։ Խացում առաջ։ Հարված Գերազանց գոլի եղինակ է դառնում Բետիսի Բետիսի կազմում գրավում է դարպասը Գոր Գևորքյանը համար 9 4-1 բարեկամներ Գևորքյանը փոխանցում հարված և շեղեր Հիմա Արսենալի Ատասան գրահը խլում են գնդակը Բետիսի խաղացողները, բայց վարկյանն իրանց կրկին գնդակի կորուստ Այո, այս պահին տեսնում ենք այն հաշիվը, որը գրանցվեց այս թիմերի առաջին հանդիպման ընթացքում 4-1 Բետիսը հաղթում է Արսենալն է գնդակով Հարված հրաշալի է խաղում Բետիսի դարպասապահը փրկելով դրությունը Երկար փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Պետրոսյան փոխանցում առաջ, բայց դարպասապահը առաջինն է հասնում գնդակին խլում է գնդակը Բետիսի ֆուտբոլիստը, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ հիմա Արսենալի արագ հակագրոհը հրաշալի է խաղում, շարժում է առաջ Փոխանցում և եզրային նետում Խլում է Բետիսի ֆուտբոլիստը Մուսախանյան, հրաշալի է Գևորքյան, Մուսախանյան, պետք է արվածել Եվ Արսենալի դարպասապահը գնդակը դուրս է հանում անկյունային
Շարունակվում է Բետիսի գրոհը, փոխանցում, հեռացված է գնդակը եւ չկա խախտում, ցույց է տալիս մրցավարը։ Բայց երկրորդ դրվագում արդեն խախտումն արձանագրված է եւ վտանգավոր դիրքում։ Արսենալը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Բավականին հրաշալի դիրքում, բավականին հրաշալի հնարավորություն գրավելու մրցակցի դարպասը Ավետիսյանն է կարծես պատրաստում հարվածել դարպասին։ Հարված բարձր էր։ Վնասվածք է ստացել հիմա Բետիսի ֆուտբոլիստը։ Փոփոխություն Բետիսի կազմում Չորս մեկ հաշվով հաղթում է Բետիսը Արսենալին, սա Եվրոպա լիգայի կարոտ եզրափակչի պատասխան հանդիպումն է։ Այս նիվերի առաջին խաղը ևս ավարտվել է 4-1 հաշվով օգուտ Բետիսին։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել եւ անկյունային հարված։ Անկյունային իրացված է հարված եւ բարձր է ընթանում հարվածը։ Մրցում է խլել գնդակը Մուսախանյանը, չի ստացվում։ Առաջ դարպասապահ հասնում է գնդակին եւ բավականին կոպիտ բախում։ Հուսանք լուրջ վնասվածք չի լինի։ Կարծես թե լուրջ է վնասվածքը։ Ամեն ինչ կարգին է, բարեկամներ, կարող են շարունակել հանդիպումը։
Հարված և 4-2 Արսենալի 10 համարը գրավեց մրցակցի դարպա Զապետիստեք գնդակով Սախանյան փոխանցում անկյունային Փոխանցում Շարունակվում է և եզրային նետում Հեռու տարածությունից հարվածում է Բետիսի ֆուտբոլիստը և հերթական անկյունային է Փոխանցում Հարված Ինչպիսի դիրքից է վրիպում Գորգևորկյանը Փոխանցում Խլում է գնդակը Արսենալի ֆուտբոլիստը և կազմակերպում արագ հակագրող, որը անհաջող էր Պետրոսյանը կորսում է գնդակը Փոխանցում դարպասապա հասնում է գնդակին և ուժեղ հարվածով գնդակն ուղարկում առաջ, բայց գրող շարունակում է Արսենալի Ավետիսյան, փոխանցում, հարված և հիմա էլ Արսենալն է նպաստավոր դիրքից վրիպում Մուսախանյան շարժում է առաջ Եվ հարված դարպասից Ոչ անկյունային Հերթավորը փոխեց որոշումը հարված դարպասից Սյան Գրոյողությունը տեղափոխում է Աչիազար Ետ փոխանցում Եվ վերջ բարեկամներ Արսենալը հաղթում է 4-2 հաշվով Եվ դուրս գալիս կիսաեզրափակիչ Եվրոպա լիգայի Շնորհավորում եմ Արսենալի ֆուտբոլիստերին, Բետիսի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում